Բարև ձեզ, հարգելի բարեկամներ, դե ինչպես եւ խոստացել էինք, հանդիպեցինք այն ժամանակ, երբ ընտրության արդյունքները արդեն պարզ են։ Այս պահին գոնե պարզ է դառնում, կարող ենք ասել, որ խորհրդարանում հայտնվում է 3 քաղաքական ուժ, քաղաքացիական պայմանագիրը մեծամասնությունն է, Ուժեղ Հայաստանը երկրորդ հորիզոնականում է, այնուհետև Հայաստան դաշինքը։ Իհարկե, այս պահին տեղյակ ենք նաև, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, ով ընդամենը մի քանի տասնյակ ձայնով ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի չի կարողանում մինիմալ շեմը հաղթահարել, 4%-ը, գիտեն, որ վերահաշվարկի կոչերով են հանդես գալու, դիմում են վերահաշվարկի, այնպես որ գուցե եւ որոշ բան փոխվի, բայց ամենայն դեպս պատկերը այս պայծրությամբ այսպիսինն է։ Ընտրական գործընթացը ուղեկցվեց բազմաթիվ մեղադրանքներով, փոխադարձ կոշտ հայտարարություններով, վարչական ռեսուրսի մեղադրանքներով, ազդեցություններով, արտաքին միջամտություններով, կազմակերպված քաղաքական տեխնոլոգիաների վերաբերյալ քննարկումներով, ուղղորդված մարդկանց քվեարկությամբ, մի խոսքով, ահավոր էր։ Սակայն վերջնական արդյունքը ցույց տվեց մի պարզ բան, ընտրողների մեծամասնությունը հերթական անգամ փաստացի վստահության քվե տվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժին։ Եթե նախընտրական ամբողջ շրջանը դիտարկենք որպես քաղաքական պայքարի թաթերաբեմ, ապա ընդդիմությունը խաղի մեջ դրել է իր գրեթե ողջ ռեսուրսը։ Այդ պայմաններում Փաշինյանի հաղթանակը հատկապես ուշագրավ է դառնում։ Նա ոչ միայն պահպանեց իշխանությունը, այլև ստացավ այնպիսի արդյունք, որ հնարավորություն է տալիս նրան կառավարություն ձևավորել առանց որևէ այլ քաղաքական ուժին ապավինելու։ Սա նշանակում է, որ ընտրողը բոլոր դժգոհություններով հանդերձ գերադասեց քաղաքական շարունակականությունը, այլ ոչ թե վաճառականությունը։ Սակայն ընտրական հաղթանակը դեռևս չի նշանակում, որ բոլոր խնդիրները լուծված են։ Իհարկե ոչ, ընդհակառակը, հենց հիմա է սկսվում ամենաբարդ շրջանը հենց Փաշինյանի համար։ Ուշ գիշերը հնչեցրած հայտարարություններում վարչապետը կրկին խոսում է քրեա օլիգարխիկ համակարգի վերջնական կազմաքնդման անհրաժեշտության մասին, այս խոստումը գիտեք նոր չէ, 8 տարի լսում ենք, այն եղել է նաև 18 թվականի հեղափոխության առանցքային, այսպես կարգախոսներից մեկը, հետևաբար առաջանում է շատ պարզ հարց, եթե վերջին 8 տարիների ընթացքում այդ համակարգը քրեա օլիգարխիկ կոչվածը չի վերացել, ինչու պետք է դա հնարավոր լինի վերացնել հիմա, ինչ է փոխվել, ազգային ժողովում ինչ է փոխվել, հակառակը այն ուժերին, որոնց նա մեղադրում է այդ քրեա օլիգարխիկ լինելու մեջ, կարծես թե լեգիտիմացվեցին այդ ուժերը եկան խորհրդարան, բարեկամներ, աչքներդ լույս, բայց այսպես կոչված քրեա օլիգարխիկ մշակույթը միայն առանձին անձինք չեն, իհարկե ոչ, դա հարաբերությունների շարք է, ազդեցությունների ցանց է եւ այսպես շարունակ, այդ ցածը քանդելու համար անհրաժեշտ են ոչ միայն դատական որոշումներ, քաղաքական հայտարարություններ, այլև իրոք մարմիններ, որոնք կարող են զբաղվել այս հարցերով բավականին լուրջ եւ վերջնական։ Այս ընտրություններում Նիկոլ Փաշինյանը ստացավ այն, ինչի համար պայքարում էր։ Նոր եւ եւս մեկ ամուր մանդատ։ Այս մեկը պողպատի է, տիտանից է, չգիտեմ, բայց ընդդիմությունը հակառակ իր կենտրոնացած ռեսուրսների չկարողացավ համոզել ընտրողներին, ձեզ հարգելի բարեկամներ, ձեր մեծամասնությանը, որ ինքն է Հայաստանի ապագայի ավելի վստահելի տարբերակը։ Մտածում էի օրվա ողջ ընթացքում, իհարկե հասկանում եք գիշերը ընդհանրապես չենք քնել, հետևել ենք զարգացումներին, աշխատել ենք, բայց հարցը, որ ինձ տանջում էր, կարծում եմ մարդիկ, եթե ապրած չլինեին ընդդիմության որոշ ներկայացուցիչների օգտին, գուցե մեր քվեարկության վիճակը բոլորովին այլ լիներ, բայց հիմա հանրությունը կրկին տվել է վստահության քվե, բայց միաժամանակ բարձրացել է սպասումների նշաձողը։ Եթե առաջիկա տարիներին հաջողվի իրական արդյունքներ գրանցել կոռուպցիայի դեմ պայքարում, պետական կառավարման արդյունավետության բարձրացման, տնտեսական եւ զարգացման արդյունավետության ոլորտներում, ապա այս ընտրությունները իրոք կարող են դառնալ պատմության մեջ շատ փայլուն օրինակ։ Եթե ոչ, ապա այսօր ստացված հաղթանակը կարող է վերածվել հերթական չիրականացրած հնարավորության։ Մի բան պարզ է, ընտրողները ընտրել են խաղաղությունը եւ Փաշինյանին տվել են մանդատ այդ խաղաղության պրոցեսների համար։
Այսպիսով, ամփոփելով այս ընտրությունների ամենացավալի արդյունքները եւ հետեւություններից մեկը այն է, որ Հայաստանի քաղաքական համակարգը դեռևս չի կարողացել դուրս գալ խորը բևեռացման եւ փոխադարձ անհանդուրժողականության շրջանակներից։ Կարծեմ դուք հիշում եք ինչ էր կատարվում որոշ նիստերի ժամանակ, ենթադրում եմ այդ նիստերի տեսարաններին մենք ականատես ենք լինելու նաեւ ապագայում, ցավոք սրտի, բայց խորհրդարանում կրկին հայտնվել են ուժեր, որոնք ոչ թե պարզապես քաղաքական մրցակիցներ են տարբեր հայացքներ ունեցող մարդիկ, այլ հաճախ միմյանց նկատմամբ ցուցաբերում են բացահայտ թշնամական վերաբերմունք։ Այդ առումով շատերի մոտ կարող է առաջանալ զգացողություն, թե իրականում մեծ փոփոխություն տեղի չի ունեցել։ Եթե նախկինում քաղաքացիական պայմանագրի հիմնական ընդդիմախոսներն էին, ասենք Հայաստան դաշինքը, պատիվ ունեմ դաշինքները, ապա այսօր նույն դաշտում նոր դերակատարներ այդպես է կարծես չեն հայտնվել մի փոքրիկ փոփոխությամբ պատիվ ունեմ տեղը հիմա ուժեղ Հայաստանն է ներկայացված բայց եթե պահպանվում են նույն հռետորաբանությունը նույն անհաշտ մոտեցումները եւ քաղաքական հակառակորդին ոչ թե մրցակից այլ ճշտամի դիտարկելու տրամաբանությունը ապա դժվար է խոսել որակապես նոր իրականության մասին իսկ ես վստահ եմ ձեզ այն շատերը կցանկանային տեսնել որակապես այլ ընդդիմություն բայց ունենք այն ինչ ունենք։ Ինչպես հայտնի մաթեմատիկական ճշմարտությունն է ասում, գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում։ Եվ եթե նոր խորհրդարանը կրկին վերածվի փոխադարձ մեղադրանքների, վիրավորանքների ու քաղաքական ռևանշիզմի հարթակի, ապա բարիգալուստ պայծառ անցյալ արտահայտությունը կարող է դառնալ ոչ թե ինչ-որ հեգնական ձևակերպում, այլ քաղաքական իրականության բավականին ճշգրիտ նկարագրություն։ Միևնույն ժամանակ հենց այս հանգամանքն էլ նոր իշխանության եւ ընդդիմության առաջ դնում է կարևորագույն խնդիրը ապացուցել, որ փոխվել են ոչ միայն քաղաքական դերակատարների անունները, այլև քաղաքական վարքագծի կանոնները։ Մտածեք այդ ուղղությամբ։